Բարի երեկո։ 5-րդ ալիքի եթերում հարցազրույցն է, այսօր ես զրուցելու եմ միջազգայնագետ Հայ-ԱՔՖ միավորման անդամ Մենուա Սողոմոնյանի հետ։ Պարոն Սողոմոնյան, բարի երեկո, շնորհակալ եմ, որ հրավերս ընդունել եք։ Հազար բարի Անահիտ ջան, շնորհակալ եմ, որ հրավիրել եք։ Պարոն Սողոմոնյան, նախ անդրադառնանք Հայ-ԱՔՖ-ի համակարգող Ավետիք Չալաբյանի գործին, փաստորեն նախաքննությունը ավարտվել է եւ արդեն գործը տեղափոխվում է դատաքննության փուլ։ Ինչ մանրամասներ կարող եք մեզ հայտնել, ինչ իրավիճակում է նախ պարոն Չալաբյանը, ինչ վիճակում է գտնվում, եւ երկրորդը գործի հետ կապված դուք սա որակում եք որպես քաղաքական գործ, քաղաքական հետապնդում եւ ինչով եք հիմնավորում, որ այն քաղաքական է, խնդրեմ։ Չալաբյանի առողջական վիճակի հետ կալանքի ռեժիմը անհամատեղելի է։ Այդ մասին հայտնի էր նաեւ նախորդ նրա կալանավորման ժամանակահատվածում ինքը խնդիրներ ունի, որոնք ոչ չի կարելի հնարավոր չի կալանավայրում երկար ժամանակ անցկացնել։ Եվ երբ որ ասում եք մանրամասներ, այնքան դատարկ է գործը, որ այնտեղ մանրամասներում ոչինչ չկա, ոչ մի բան չկա։ Ոչ ապացուցողական բազան է մի բան, որ ասես ինչ որ մի հատ նորմալ խելքը գլխին օրենքով սահմանված, կարգով ձեռք բերված ինչ որ ապացույց կա, որի հիման վրա հարուցված է քրեական գործ, չկա նման բան։ Ինչ որ մի անանուն ձայնագրություն, այո, առանց ծագման աղբյուրը հասկանալի լինելու, ինչ որ մի տելեգրամյան ալիքում դրված դրա հիման վրա, երբ որ նկարն ու անգամ խոսքը իրար չեն բռնում, այսինքն ամբողջությամբ սարքված, կեղծ, ստեղծված բանի վրա, ապացույցի հիման վրա հարուցված է քրեական գործ եւ դրված է կալանք։ Այն դեպքում, երբ որ ընդհանրապես կալանքը երբ են տալիս, երբ որ կամ մարդու փախչելու հետ կապված վտանգ կա, կամ նախաքննության այո խոչընդոտելու, մարդկանց վրա ազդելու եւ այլն։ Այս պարագայում կամ կրկնելու, հա, գործողությունը կրկնելու մասին խոսք չկա, որովհետև մենք չգիտենք ինչի մասին է խոսքը։ Որովհետև ընտրություն չկա նաև։ Ընտրություն էլ չկա, բացի այդ։ Որովհետև մեղադրանքը վերաբերում է ընտրողի իրավունքի այլ մասնակիցների մասին ընդհանրապես խոսք չկա։ Այդ ովքեր են այդ մասնակիցները, որ ասենք նրանց վրա կարող է ազդել եւ ինչ վերաբերում է փախուստին, դա շատ անդուրջ է, էլի, այսինքն Ավետիք Չալաբյանը ուր պետք է փախչի, ինչու պետք է փախչի, երբ որ մանավանդ մի այլ քրեական գործով նա անցել է, մի քանի ամիս կալանավորված է եղել եւ այդ ամբողջ ընթացքում պատշաճ ներկայացել է դատական նիստերին եւ շատ պատշաճ վարկագիծ է ցուցաբերել։ Սա արդեն իսկ այսպիսի ռեժիմ կիրառելը արդեն իսկ խոսում է քաղաքական հետապնդման մասին եւ հերթական քաղաքական բանտարկյալն է, քաղաքական հալածյալն է։ Ինչով է, պարոն Սողոմոնյան, դա պայմանավորված է։ Ավետիք Չալաբյանը ինչով է խանգարում իշխանություններին, Հայ-ԱՔՖ-ի գործունեությամբ է դա պայմանավորված, թե նրա անձով։ Եվ կարող եմ ասել, եւ Հայ-ԱՔՖ-ի գործունեությամբ եւ նրա անձով, որովհետեւ Հայ-ԱՔՖ-ն թեև մեծ կառույց չէ, բայց իր փոքր լինելով հանդերձ, հարաբերականորեն փոքր լինելով հանդերձ, այս տարիներին ցույց է տվել, որ ակտիվ գործունեություն է ծավալում եւ խոչընդոտում է այն օրակարգերին, որոնք թուրք-ադրբեջանական տանդեմի թելադրությամբ Հայաստանի կամակատարների ձեռքով Հայաստանում տեղի է ունենում այդ ամեն ինչը, այսինքն մասնավորապես անցած տարվա ընթացքում եկեղեցու դեմ հարձակում էր տեղի ունենում եւ մենք եկեղեցու իրավունքների պաշտպանության առաջնագծում էինք գտնվում։ Տեղի էր ունենում համայնքային ընտրություններ եւ մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքը պաշտպանելու առաջին գծում էին գտնվում, մասնավորապես Գյումրի, Փարաքար եւ Վաղարշապատ խոշորացված համայնքների ընտրությունների ժամանակ ամենամեծ դիտորդական առաքելությունն իրականացրած։ Բայց հետո զրկվեցիք այդ հնարավորությունից։ Նաեւ այո, հետո հատուկ մեզ համար օրենք ընդունվեց, օրենքի մեջ փոփոխություն կատարվեց, որ เป զի չկարողանանք, այո, իբրև թե քաղաքական այո կողմնորոշում ունեցող, այսինքն ինչ կապ ունի, ոնց կարող է մարդը չունենալ քաղաքական հայացքներ, ոնց կարող է մի հարցում եթե իշխանություններին քննադատում ես դու, ուրեմն պետք է իրավունք չունենաս տեղական ինքնակառավարման համակարգում իրականացնելու դիտորդական գործունեություն, հա, անհեթեթություն է իհարկե։ Եվ առաջիկայում մենք ինչպես գիտենք, կրկին էլի օրակարգեր են սպասվում, կրկին էլի հարձակումներ են սպասվում եւ եկեղեցու դեմ եւ կապված այսպես կոչված անկլավների հետ եւ Ալիևյան սահմանադրությունը մեր վզին փաթաթելու հետ եւ ադրբեջանցիներին այստեղ բնակեցնելու հետ եւ բազմաթիվ են պահանջները ադրբեջանական, որոնք փուլ առ փուլ այս իշխանությունների ձեռքով իրականացվում են եւ մենք պետք է այդ ամենին դեմ առնենք, այդ ամենի դեմ կանգնենք։ Հիմա մեկուսացնելով Ավետիքին նախ ուզում են մեզ թույլացնել, առաջնորդից զրկելով, մտածում են, որ մեր մեջ կլինեն խնդիրներ եւ մենք կպառակտվենք, հա, Բայց չկան։ Չէ։
պարակտվելու աշխատանքային բնույթի խնդիրներ լինում են բոլոր տեղերն լինում են իհարկե, բայց մի քանի օր առաջ մենք խուստուփ էինք բարձրացել։ Եվ խուստուփ էինք բարձրացել, դրանից առաջ Ծիծեռնակաբերդի ու շահամալիրից վերահաստատեցինք, որ մենք միակամ ենք եւ իդեպ նաեւ 5-րդ ալիքին էլ շնորհակալություն, որ այդ ռեպորտաժը նաեւ 5-րդ ալիքն էլ տարածեց, այդպես։ Պարոն Սողոմոնյան, դուք ընտրությունների ժամանակ ձեր աջակցությունը Հայաքվեն իր աջակցությունը հայտնեց ուժեղ Հայաստանին, ինչ որ առումով սրա հետ էլ պայմանավորում եք դուք այս քրեական եւ քաղաքական այսպես համադրությամբ գործ, այսինքն հնարավոր է նաեւ դրա համար է պատժվում պարոն Չալաբյանը։ Ոչ այնքան հենց ուժեղ Հայաստանին աջակցություն հայտնելու համար, այլ որքան այդ աջակցությունը արդյունավետ ձևով իրականացնելու համար։ Ընտրությունների ընթացքում նախընտրական շրջանում եւ ընտրությունների օր, այո։ Այդ թվում եւ որպես վստահված անձ եք դուք այո, նախընտրական շրջանում մենք ակտիվ քարոզչության մեջ էինք, քարոզարշավի մեջ էինք եւ շատ արդյունավետ էինք իրականացնում, մեր ուժերի ներածին չափով իրականացնում ենք դա, առաջադեմ այսպես նաեւ տեխնոլոգիաների կիրառմամբ, տուն առ տուն գնալով, հանրային հաղորդակցությունը պատշաճ կազմակերպելով իրականացնում ենք նախընտրական քարոզչություն, իսկ ընտրությունների օրը բացի դրանից մենք նաև վերապատրաստել ենք վստահված անձանց։ Որտեղ դիտորդի ֆունկցիաների հետ բավական մոտ են վստահված անձանց ֆունկցիաները եւ այդ առումով մենք մեր փորձը, հիշողությունը իսպաս դրեցինք այս գործին եւ հազարավոր վստահված անձանց ենք պատրաստել, այդ պատրաստելու գործն ենք արել, ինչպես նաև հենց մեր անդամները ավելի քան 200 անձ վստահված անձի կարգավիճակով այդ օրը առավոտից երեկո հետևել են ընթացքին եւ տեր են կանգնել Հայաստանի Հանրապետության քաղաքացու ընտրական իրավունքին։ Պարոն Սողոմոնյան, պարոն Չալաբյանը հիմա էլ կալանավայրից ուղերձները հղում եւ իր ուղերձներում չի մոռանում մյուս բոլոր քաղբանտարկյալներին, նրանց անունները թվարկում է Անդրանիկ Թևանյան, Արեգնաց Մանուկյան, Արմեն Աշոտյան, Գագիկ Ծառուկյանի եւ մյուս բոլորին։ Սա ինչ է նշանակում, որ բոլորը նույն շղթայի մասեր են, այսինքն բոլորի գործը քաղաքական է եւ պայմանավորված է բացառապես նրանց քաղաքական գործունեության ընտրություններին մասնակցելու հետ, որ մենք բոլորս գտնվում ենք մեկ նավի մեջ եւ անկախ նրանից Հայաստանի Հանրապետության քաղաքացիները որ քաղաքական գործի նկատմամբ ինչ վերաբերմունք կունենան, ինչ վերապահումներ կունենան, քաղաքական բանտարկյալների աջակցելը, քաղաքական հետապնդումների դեմ պայքարը յուրաքանչյուրիս գործն է, որովհետեւ եթե մենք դա չենք անում, անպայման, ինչպես որ Ավետիք իր ուղերձի մեջ նշել էր, քննչական կոմիտեն մեր հետևից է գալու։ Շատ պատկերավոր հետարքիր մեջբերմամբ էր Ավետիքը այդ մասին խոսել, որ մի հարցրու թե ում համար է ղողանջում զանգը, Հեմինգուեյի հայտնի ստեղծագործության փիլիսոփայական առանցքը կազմող այդ միտքը, այն ղողանջում է քեզ համար, սա իրականություն է բնականաբար, եթե հրդեհ է եւ դու չես գնում քո հարևանի տունը մարելու քո ուժերի ներածին չափով հրդեհը, ապա այդ հրդեհը նաև գալու է քո տուն։ Լավ, այս առումով դուք տեսնում եք այդ համախմբվածությունը դաշտի, որ միասին մարեք այդ հրդեհները։ Կամ ինչ է պետք դրա համար, կամ գուցե ինչ որ առումով նաև Հայաքվեն նախաձեռնող լինի, այս խնդրին ինչպես եք վերաբերում։ Քանի որ հիմա ինտենսիվացել են քաղաքական հետապնդումները, դրա դեմ մեխանիզմները եւս սկսել են կարծես թե գործել, նախաձեռնություններ են սկսել ի հայտ գալ, որտեղ որ ընդգրկում են տարբեր ուժերի, շարժումների, միավորների ներկայացուցիչներ եւ այս թեման շարունակաբար ներկայացնում են եւ հանրությանը, Հայաստանի Հանրապետության եւ նաեւ միջազգային հանրությանը, մասնավորապես Բելգիայի խորհրդարանում վերջերս օրինակ հենց Ավետիք Չալաբյանի հետ կապված հարցապնդումներ էին արվել արտաքին գործերի նախարարին։ Եվրոպական խորհրդարանի հայրենասերների, եվրոհայրենասերների, այսպես կոչված պատրիոտների խմբակցությունը, որի հետ մենք կապ էինք հաստատել եւս այս անցած տարվա ընթացքում, բավական ակտիվ նորից հանդես եկավ ի քննադատություն Հայաստանում տեղի ունեցող քաղաքական հետապնդումների։ Եթե ուղիղ պատասխանեմ ձեր հարցին, չէ, բավական չէ, բավարար չէ դեռևս այս պահին համագործակցության աստիճանը, բայց ամիսներ առաջվա կամ մի տարի առաջվա դեպքերին արձագանքելու իմաստով այսօր կարծես թե ավելի համախումբ ենք եւ շատ ենք տեսնում տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների, տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների դատերի, հա, այդ միջոցառումների ժամանակ ինքս օրինակ ընդհանրապես աշխատում եմ
ներկա լինել բոլորին եւ իմ անձով, իմ ներկայությամբ աջակցություն։ Դուք մեխանիզմը տեսնում եք ավելի ուժգին պայքարի, ռեպրեսիաների դեմ ընդդիմությունը գործիքակազմ ունի, որը չի կիրառում, թե խորհրդանական, թե արտախորհրդանական, բացի ներկա լինելու եւ այսպես համերաշխություն հայտնելը։ Առաջին հերթին կազմակերպված, համախմբված մեծ աղմուկ բարձրացնելն է եւ այդ աղմուկը, այդ ձայնը, որպեսի Հայաստանի սահմաններից դուրս էլ հնչի։ Սրա մասին է խոսքը, որ հատկապես խորհրդարանական ընդդիմությունը, որ ունի որոշակի լծակներ, մեխանիզմներ, իրենք որպես խորհրդարանի անդամներ, падգամավորներ, իրենք ունեն այդ ինստիտուցիոնալ մեխանիզմը դրսի հետ աշխատելու։ Քաղաքական բանտարկյալների, քաղաքական հալածանքների, հետապնդումների, մարդու իրավունքների, այդ թվում քաղաքական իրավունքների թեմատիկան առհասարակ արևմտյան տիրույթում է, որ ավելի ակտուալ է, թեև նրանք շատ լավ հասկանում են ինչ է տեղի ունենում, շատ լավ են նրանք հասկանում, բայց քանի որ նրանց քաղաքականությունը հիմնված է աշխարհաքաղաքական շահերի, աշխարհաքաղաքական նկատառումների վրա, փակում են աչք, բայց փակում են ինչու են փակում, փակում են այդ կառույցները։ Օրինակ Ուրսուլա ֆոն դեր Լայենը շատ լավ գիտի ինչ է կատարվում, բայց լռում է։ Բայց ողջունում է Հայաստանի ժողովրդավարության մակարդակը։ Դե հա, բնականաբար ողջունում է, որովհետև իրենց անհրաժեշտ է, իրենց պետք է այնպիսի իշխանություն Հայաստանում, որը որ տանում է էզգից։ Բայց երբ որ այդ երկրներում քաղաքացիական իրենց հասարակությունները, իրենց ՀԿ-ները, իրավապաշտպան կազմակերպությունները, կառույցները, ընդդիմադիր падգամավորները տեղյակ չեն լինում, թե մեզնում ինչ է կատարվում, դա վատ է։ Այսինքն պետք է մեր աղմուկը, մեր ձայնը, մեր կապերի միջոցով ինֆորմացիայի փոխանցումը արևմտյան քաղաքացիական հասարակությանը, ընդդիմադիր падգամավորներին, հանրությանը առհասարակ, որպեսի ճնշումները ներքևից վերև, այսինքն որպեսի այդ մարդիկ ասեն իրենց ղեկավարություններին, թե պետական ղեկավարություններին, թե կազմակերպությունների ղեկավարություններին, որ ձեր վարած քաղաքականությունը ձեր հռչակած արժեքներին հակասում է։ Երբ որ կարողանում ենք այս պատը ճեղքել, թեկուզ փոքր ձևերով կարողանում ենք ճեղքել, արդյունք տեսնում ենք։ Հիմա ձեր ասած մեխանիզմը, որ ասում եմ, մեխանիզմը հենց դա է, որ աղմուկ բարձրացնել։ Այո, հնարավորինս համագործակցաբար այդ աղմուկ բարձրացնելը ուղղակի չպատկերացնենք, էլի գնալ հրապարակում կանգնել եւ գոռալ։ Դա աշխատանք է արտասահմանյան ԶԼՄ-ների հետ, աշխատանք է արտասահմանյան քաղաքական ուժերի հետ, կազմակերպությունների հետ, իրավապաշտպան կառույցների հետ, զեկույցներ խելացի գրագետ ձևով գրել, ներկայացնել։ Այդ ամեն ինչը կազմակերպված աշխատանք, ջանք ու ռեսուրս է ենթադրում, որը որ անհրաժեշտ է։ Շատ լավ, մեկ թեմայի էլ անդրադառնանք ռեպրեսիաների հետ կապված, շատ կարճ ձեր գնահատականը, փաստորեն մեր երկրում ռեպրեսիաները դրսևորվում են ոչ միայն քրեական գործերի միջոցով, այլ նաև մարդու մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, դադարեցնելու, խոսքս իհարկե վերաբերում է դասախոսական գործունեությանը այս դեպքում եւ չի բացառվում, որ նաև այլ դեպքեր լինեն։ Վերջերս ես այսպես հումորի տալով ասացի իմ դասախոսներից երևի թե չկա մեկը, որ կամ քրեական գործով չի անցնում, կամ պայմանագիրը չեն խզել, եւ իսկապես այդպես շղթայական գնում է, եւ վերջինը օրինակ եղավ նաեւ Ալեն Ղևոնդյանը միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մասնի խոսքը, դուք նույնպես արժանացել եք այդ ճակատագրին, որ Համասյանը պայմանագիրը խզել է։ Վերջերս նաեւ եղավ ԵՊ իրավագիտության ֆակուլտետի նախկին դեկան Գագիկ Ղազինյանին այդ աղմուկը մեծ աղմուկ բարձրացեց, նրա նախկին բոլոր ուսանողները, շրջանավարտները, մասնագիտական համայնքը ասում էին, որ այդ ֆակուլտետը առանց Գագիկ Ղազինյանի այլևս անիմաստ է գործելու։ Սա ինչ է նշանակում, եթե ընդհանուր գնահատական տանք, ցանկացած դասախոս, ցանկացած մասնագետ իրավունք չունի ունենալ այլ կարծիք, իրավունք չունի ունենալ քաղաքական հայացքներ, պարոն Սողոմոնյան։ Գիտեք, այս իշխանությունները շատ լավ են հասկանում, որ ինչքան կարևոր է երիտասարդության եւ երիտասարդության մեջ առավել գիտակից հատվածի ուսանողության շրջանավարտների մտածելակերպը, մտածողությունը, նրանց կարծիքը, նրանց քաղաքական, քաղաքացիական դիրքորոշումները շատ կարևոր է։ Եվ մասնավորապես իրենք երբ որ իշխանության եկան, լայնորեն օգտվեցին երիտասարդության, այդ թվում ուսանողության աջակցությունից։ Իրենք շատ լավ են հիշում դա։ Եվ իրենք հիմա շատ լավ տեսնում են, որ երիտասարդությունը, ուսանողությունը իրենցից հիասթափվել է։ Այդ հիասթափությունը տեղի է ունենում նաև այն պարագայում, երբ որ շատ չասեմ, որոշ դասախոսներ համարձակ խոսում են,
արտահայտվում են իրենց դիրքորոշումները, իրենց քաղաքական հայացքները առանց կաշկանդվելու արտահայտում են։ Շատ-շատերը, ավելի շատերը նախընտրում են լռել, նախընտրում են քչփչալ, պատերի տակ խոսել, կաբինետներում խոսել։ Բայց մարդիկ, ովքեր որ իրենց առաքելությունը չի սահմանափակվում միայն ինֆորմացիա փոխանցելով, այլ նաև դաստիարակչական, այլ նաև արժեքների փոխանցման տեղի ունենում, ահա այդ մարդկանց, երբ որ այդ մարդիկ խոսում են, ուսանողներն էլ, շրջանավարտներն էլ, երիտասարդներն էլ նրանց հետևում են եւ նրանց մտածողության վրա, պատկերացումների վրա ունենում են ազդեցություններ։ Եվ հետեւաբար այսպիսի մարդկանցի ձեռքազատվելը նրանց համար, այս իշխանությունների համար օրակարգային հարց է։ Ես 2 տարի առաջ ինձ ազատեցին համալսարանից անհիմն, ես դատական գործընթացի մեջ եմ, ինձնից առաջ օրինակ Նայիրի Հոխիկյանին էին ազատել, Դավիթ Սարգսյանն էր ազատվել, այո, Աբրահամ Գասպարյանն, այո, Խաչիկ Գալստյանը, տնային կալանքի մեջ է, տնային կալանքի մեջ է եւ այո, եւ ձեր դասախոսը, այո, տնային կալանքի մեջ է եւ նաեւ բոլոր ժամերից, անգամ ասպիրանտների հետ այդպես պարապելու, հա, ասպիրանտների հետ հաղորդակցվելու հնարավորությունից է զրկված, այսինքն մարդուն պատժում են, մարդուն գցել են տուն, ինքը իրավունք չունի իր բնակարանից դուրս գա եւ ոչ մի այդպես իր մասնագիտական գործունեությունը շարունակելու հնարավորություն չունի դոկտոր պրոֆեսոր մարդը Ալեն Ղևոնդյանը վերջին ազատումը որ տեղի ունեցավ, հա, Շուշանիկ Վարդանյանը արվեստաբանության կրթական ծրագրից եւ վերջի Ռուբեն Մելիքյանը, այո, Ռուբեն Մելիքյանը եւ Գագիկ Ղազինյանը համասանի ղեկավարությունը, երբ որ այս հարցը բարձրանում է, այսպեսի արձագանք է տալի, ասում է, դե գիտեք, քաղաքական հայացքներ ունեցող բազմաթիվ դասախոսներ մեզ մոտ դասավանդում են։ Բայց ինչ հայացքներ ունեն։ Իշխանական հայացքներ ունեն։ Չէ, ընդդիմադիր իբրև թե քաղաքական հայացքներ ունեցողները դասավանդում են իրենց մոտ, հա։ Այսինքն փուլ հանում են, դե պարզ է, ասենք միանգամից 150 հոգու չեն հանելու, ամենաակտիվ խոսողներին կամ ամենաազդեցիկներին սկսում են հանել։ Ինչի մասին է խոսքը, եւ վերջինը իսկապես Գագիկ Ղազինյանն էր, որ 1996 թվականից սկսած մոտ 30 տարի ղեկավարել է այդ ֆակուլտետը եւ այդ ֆակուլտետի կրթական ծրագիրը, իրավագիտության բակալավրի եւ մագիստրոսական կրթական ծրագրերը իսկապես լավագույններից մեկն են եղել Երևանի պետական համալսարանի եւ լավ սովորող ուսանողները այդ ֆակուլտետներում իսկապես այդ ֆակուլտետում այդ կրթական ծրագրերում հաջողությունների են հասել, էլի ես չեմ ասում որ խնդիրներ չկա, որ խոսում ենք սկսում են մարդիկ խնդիրներից խոսել, խնդիրներ իհարկե կան, բայց այդ մարդու ղեկավարության ներքո իրավագիտության ֆակուլտետը համալսարանի առաջատար ֆակուլտետներից մեկն է եղել։ Ու հիմա այսօր շատ ցավալի է, երբ որ այդ առաջատար ֆակուլտետի ներսում իրենց նախկին դեկանի, իրենց գործող դոկտոր պրոֆեսորի ազատման, քաղաքական հալածանքի ազատման կապակցությամբ խուլ լռություն է տիրում։ Այսինքն խոսում են միայն իսկապես ընդդիմադիր հայացքներ ունեցող շրջանակներն են, հա, դատապարտում։ Այո, բայց ես նորից եմ ասում, այդ զանգը հնչելու է մնացած բոլորի համար, որովհետև եթե այս փուլում զանգը հնչում է ակտիվ խոսողների համար, հաջորդ փուլում զանգը հնչելու է пассив խոսողների համար։ Այն մյուս փուլում զանգը հնչելու է թեկուզ կատակ անողների, անեկդոտ պատմողների համար եւ այդպես 37 թիվը որ ունեցել են 30-ական թվականները հենց այդ տրամաբանությամբ է եղել։ Պարոն Սողոմոնյան, անդրադառնանք նաև արտաքին քաղաքական գծին, դուք ասում եք, որ այս իշխանությունները ինչ արտաքին գիծ են որդեգրել, դեպի ուր են գնում, ես ուզում եմ դուք ավելի հստակեցնեք։ Ի վերջո, ինչ գիծ են որդեգրել նրանք, դեպի ուր են գնում։ Եթե դուք նկատի ունեք, նրանք գնում են դեպի Եվրոպա, այդ դեպքում ես ուզում եմ անդրադառնալ Ռուսաստանի ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների մասին, որովհետև այնտեղից մեզ ասում են ձեր ընտրությունը հստակ կատարեք եւ մեզ տեղյակ պահեք։ Հիմա եթե նրանք գնում են դեպի Եվրոպա, ինչու իրենց ընտրությունը չեն կատարում, ինչու տեղյակ չեն պահում ձեր մասնագիտական գնահատականը։ Գիտեք, չեն գնում Եվրոպա։ Մենք չենք գնում Եվրոպա։ Երբ որ վիզաների ազատականացման ինչ-որ թեմաների մասին են խոսում, կամ երբ որ ինչ-ինչ պատճառներով տոմսեր են էժանացել, որ հնարավոր է լինում գնալ տարբեր երկրներ գալ, դա դեռ չի նշանակում գնալ Եվրոպա։ Ինչ է նշանակում գնալ Եվրոպա։ Եկեք մի հատ դա հասկանանք, էլի ի վերջո։ Արդյոք դա նշանակում է եվրոպական ինտեգրացիա, արդյոք դա նշանակում է նույն կարգավիճակը ստանալ ինչ որ եվրոպական միության անդամ երկրները, դառնալ ԵՄ անդամ։
դա է նշանակում։ Եթե դա է նշանակում, ապա մենք շատ հեռու ենք եւ տեսանելի չէ այն ապագան, որտեղ մենք կլինենք Եվրոպական միության անդամ։ Դա նույնիսկ Եվրամիությունը չունի ընդլայնման որոշում։ Նույնիսկ եթե մենք այդպես համապատասխանեինք ստանդարտներին, Եվրամիությունը ինքը չունի։ Առավել ևս, այսինքն այն խոսույթը, որ ընդհանրապես կա, որ ասում ենք մենք կլինենք այնքան մոտ, որքան որ թույլ կտա եւ այլն, թույլ տալը հենց դա թույլ չի տալիս։ Թույլ չի տալիս, որովհետեւ դու չենք անում մենք։ Եվ իշխանությունները գիտակցում են, չէ՞, որ հիմա Եվրամիության դռները մեր առջև չեն բացվելու եւ վստահաբար գիտակցում է, որովհետեւ նույն Պուտինի հետ զրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասում է դեռ իմաստ չկա հանրաքվե անցկացնելու, որովհետեւ դեռ որևէ գործընթաց չի մեկնարկել։ Այդ դեպքում այդ քայլերը ուր են տանում այս իշխանությունները։ Եկեք հասկանանք ուրեմն ինչ է տեղի ունենում։ Այս դեպքում մենք տեսնում ենք, որ այս իշխանությունները պարզապես հեքիաթներ են պատմում։ Ստեր են խոսում կամ կիսաճշմարտություններ են խոսում։ Ընդհանրապես խոսում են, որի համար պետությունը, տնտեսությունը կրում է լուրջ վնասներ։ Իրենք ընդհանրապես ներքաշվում են ինչ-որ խաղերի մեջ, փորձում են Հայաստանով տարածաշրջանում ինչ-որ բան փոխել, բալանս փոխել, Հայաստանի միջոցով են փորձում, որի համար պատժվում են, որի համար ստանում են ապտակներ, մենք հիմա դեռ ծաղիկներն ենք տեսնում այդ ապտակների մեր արտահանման վրա։ Սահմանափակումներ, այո։ Արդեն 3 ամիս է, որ Հայաստանի արտահանումը գտնվում է խնդիրների մեջ, չէ՞։ Մայիսին մենք իմացանք, որ Հայաստանից արտահանվող ծաղիկները, ջերմուկը, հետո իմացանք ձկնամթերքը, ձուկը, կաթնամթերքը հուլիսի վերջերին, ալկոհոլային խմիչքների, հա, թարմ մրգերի, բանջարեղենների, չրերի, հանկարծ ինչ-որ այն հիմնական երկիրը կամ երկրների խումբը ԵԱՏՄ-ն, որ գնում էին մեր ապրանքները, որ ազատ էին էլի գնում առանց խոչընդոտի, առանց լուրջ սերտիֆիկացման ինչ-որ էտապներ անցնելու գնում էին եւ այնտեղ սպառվում էին, շուկաները այնտեղ ոնց որ արդեն մեզ ծանոթ էին, մեր արտահանողները այնտեղ գիտեին ում ապրանքներ տանեն, արդեն գալիս էին պատվիրում էին գյուղացիներին, գյուղացին արտադրում էր, այդ շղթան նորմալ գործում էր։ Հիմա հանկարծ օրինակ Ռոսսելխոզնadzորը սկսում է ջերմուկի մեջ հիդրոկարբոնատների, ասենք, քանակի ավելի բարձր բաղադրություն հայտնաբերել եւ այլն։ Դե լավ, բայց ակնհայտ է, որ սա քաղաքական իհարկե պատճառներով է եւ արդեն նույնիսկ իշխանությունները չեն հերքում, բայց տեսեք, Նիկոլ Փաշինյանն ասում է դա Հայաստանի խնդիրը չի, դա ԵԱՏՄ-ի խնդիրն է, այսինքն նշանակում է, որ ԵԱՏՄ-ն է կաթված առ, այսինքն Հայաստանը այստեղ խնդիր չունի, Հայաստանը դուժողի դերում չէ, պարոն Սողոմոնյան։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանին հղում անելը շատ, ինչ ասեմ, անշնորհակալ էլ չասեմ, չգիտեմ, շատ անիմաստ է, որովհետև եթե հետևում ենք Նիկոլ Փաշինյանին, ապա ինքը իդեալական կառավարում է եւ ինչ խնդիրներ որ ծագում են, այդ խնդիրները նրանից դուրս են գտնվում։ Այո, ինչպես օրինակ հապկում։ Այո, հապկի խնդիրներ, պատերազմը, չգիտեմ, իրենց ասած 12000 դասալիքների խնդիրներ, ինքը ոչ մի բան չունի, այսպես ասած, ինքը ոչ մի մեղավորություն չունի, բայց երբ որ փաստերին հետևում ենք, իրադարձություններին հետևում ենք, որը որից հետո տեղի ունեցավ, ինչի տեղի ունեցավ, մենք ինչ ենք հասկանում, ասենք օրինակ, որտեղից սկսենք, որ թվից սկսենք, ուզում եք որ թվից ասեք, սկսենք 2018-ից սկսենք, 2021-ից սկսենք, 2022-ից սկսենք, որ թվից սկսենք։ Դուք նկատի ունեք, որ հետևողականորեն գիծը առաջ են տարել դեռ շատ վաղուց։ Այո, այո։ Եվ այդ գիծը պարզապես Ռուսաստանի դեմ թշնամանալը քանի որ օբյեկտիվորեն, այո, աշխարհակարգի վերաձևման process է սկսվել դեռևս առնվազն 2017 թվականից եւ այդ վերաձևման process-ը նաեւ մեր տարածաշրջանին է վերաբերվել, Նիկոլ Փաշինյանը իշխանության գալով մտել է այդ վտանգավոր խաղի մեջ։ Ինքը իր վրա ֆունկցիա է վերցրել կատալիզատոր դառնալու այս տարածաշրջանից Ռուսաստանի դուրս մղման։ Պետք է լինեն պատասխան գործողություններ, այո, պետք է լինեն այդ պատասխան գործողությունները։ Եթե ժամանակին օրինակ մենք ինչու ենք մեղադրում, չէ՞, ասենք 2019 թվականի հունիսին
քո առաջ դրվել է կարգավորման պլան։ Փաթեթը։ Դու ժողովրդին այդ մասին չես ասել։ Դու չես ասել, որ կոնկրետ կարգավորման պլան կա։ Դու ասել ես, որ պլան չկա, չի եղել։ Հետո բայց պարզվել է, տարիներ հետո պարզվել է, որ եղել է այդ ամեն ինչը։ Եվ այդ կարգավորումը ռուսական, ոնց որ ասած, բանի ներքո պետքա գնար, հա, էգիդայի ներքո պետքա գնար։ Դու դա մերժել ես, դու դա մերժում ես եւ հիմա էլ ասում ես, որ ես լավ եմ արել, որ մերժել եմ, լավ եմ արել, որ հայտարարել եմ, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, որին հետևել են ռազմական գործողություններ, որին հետևել է պարտություն, որին հետևել է Արցախի հայաթափում եւ այլն, եւ ասում ես, որ դա լավ ա եղել, ճիշտ ա եղել, որովհետեւ մենք հիմա ավելի ինքնիշխան ենք դարձել, ավելի ինքնիշխան ենք դարձել, հա։ Բայց հիմա ինչ ենք մենք տեսնում, որ ոչ միայն ինքնիշխան չենք դառնում, այլև մենք մեզ բոլորը, այսպես ասած, ապտակում են։ Հայ, հիմա ինքնիշխան պետությանը եթե դու ինքնիշխան ես, քեզ գնում ես, այսինքն ումը կներես Անահիտ ջան, ումից ինքնիշխանություն ումից, այսինքն ումից ենք ինքնիշխան դարձել։ Ակնարկում են Ռուսաստանից, ճիշտ է։ Շատ լավ, բայց այդ դեպքում եթե Ռուսաստանից ինքնիշխան ենք դառնում, նախ ինչու հապկից դուրս չես գալիս, ինչու ԵԱՏՄ-ից դուրս չես գալիս, ինչու ես զանգում Պուտինին ու խնդրում սահմանափակումները վերացնել ու մի հատ էլ ասենք քեզ չի շնորհավորում, մի հատ էլ հայտարարել է, որ դեռ հունիսի երկրորդ կեսին եք գնալու իրար հետ հանդիպեք, այդ ամեն ինչը չի լինում ու քո առաջ էլ խնդիրներ են դնում, ասում են դե մի հատ հանրաքվե դա է ինքնիշխանության գինը։ Որն է ինքնիշխանության գինը։ Այդ ամբողջը, որ իրեն չեն շնորհավորում։ Շատ լավ եք ասում։ Թող դա լինի ինքնիշխանության գինը, բայց եկեք մի բան հասկանանք, էլի։ Մենք գտնվում ենք անվտանգային ինչ-որ համակարգի մեջ, անվտանգային համակարգի մեջ։ Այդ անվտանգային համակարգի մեջ, եթե Ռուսաստանի դերը նվազում է, իսկ հետո ընդհանրապես դուրս է գալիս, այդ անվտանգային համակարգը անտեր չի կարող մնալ։ Հայաստան-Ադրբեջան անվտանգային շղթան հարաբերությունները առանց հեգեմոնի չեն կարող լինել։ Որովհետև եթե լինեն դրանք, ապա Ադրբեջանը շարունակելու է Թուրքիայի աջակցությամբ մեզ անընդհատ պահանջներ ներկայացնելու, մենք անընդհատ պետք է տանք։ Ու այդ որ ասում է թուղթ ենք ստորագրելու, այդ թուղթ է ընդամենը։ Այդ թղթին ոչ ոք չի նայում։ Ու ադրբեջանցիները 100 անգամ դրա մասին հայտարարել են, ասել են, որ Հայաստանի հետ մեր ունեցած պահանջները, Հայաստանից մեր ունեցած պահանջները այդ խաղաղության պայմանագրով չեն սահմանափակվելու։ Այսինքն խաղաղության պայմանագիրը Հայաստան-Ադրբեջան օրակարգի հարցերը չի լուծում, իսկ այդ օրակարգի հարցերը մեր նկատմամբ պահանջներն են։ Այսպայն էլ արդեն նախապայման են դրել։ Խաղաղության պայմանագիրը նախաստորագրել են, բայց ասում են, մինչև սահմանությունը չփոխեք, չենք ստորագրելու։ Եվ այդ կետը խաղաղության պայմանագրում չկա, դա պարզապես նախապայմանն է։ Եվ այսօր էլ հենց Հաջիևը դարձյալ բառացի ասել է տարածքային պահանջները կվերացնենք, հետո կմտածենք խաղաղության պայմանագրի մասին։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, չէ, որ իրենք խաղաղություն չեն ուզում։ Իրենք ուզում են, իրենք պահանջում են մեզնից։ Իրենք ուզում են, որ մենք թուլանանք։ Հիմա երբ դուք ասացիք, եթե Ռուսաստանը հայտարարություններ հիշեցնեմ, հեսա կվերադառնանք Անահիտ ջան, որ հայտարարել էին, որ արևմտյան իրենց կրթության նախարարը, որ հայտարարել էր, որ արևմտյան Ադրբեջանը, այո, արևմտյան Ադրբեջան, այսպես կոչված, այսինքն այսօրվա Հայաստան, վերադարձ արևմտյան Ադրբեջան, իրենց մոտ կարևոր ազգային ինքնության խնդիր է լուծելու, այսինքն նոր ազգային ինքնություն են կերտելու իրենք, նոր ազգային նպատակ են իրենք դնում իրենց առջև, կոնֆլիկտային ազգային նպատակ։ Հիմա գանք ձեր հարցին, հա, երբ որ այսպես կոչված ինքնիշխանություն ենք ձեռք բերում դիցուկ, հա, Ռուսաստանին այստեղից հանելով, չնայած դա չի ստացվում։ Այո, ով է լինում հաջորդ հեգեմոնը։ Ով է լինելու այդ հեգեմոն, այո, եթե Թուրքիան է լինելու, դա ինչ է մեզ համար նշանակելու։ Դա նշանակելու է, որ հավասարակշիռ քաղաքականություն է վարելու Թուրքիան Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերություններում։ Եթե այդպես լիներ, այո, մենք էլ ինքնիշխան լինեինք։ Եթե այդպես լիներ, ապա տեսեք, Թուրքիան ժամանակին Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար ինչ նախապայմաններ էր դրել։ Ասել էր Արցախը ճանաչեք Ադրբեջանի մաս, հրաժարվեք ցեղասպանության ճանաչման այդ բանից, քաղաքական միջազգային ճանաչման քաղաքականությունից, հիմնական այդ երկու կարևոր բանն էր, հա, բաղադրիչներ։ Հետո դարձավ միջանցքը նաև նախապայման։ Իսկ հիմա այդքանը եղել է։
այդքան եղել է, բա ինչու Թուրքիան չի կարգավորում մեզ այդ հարաբերությունները։ Ինչ ասում Թուրքիան մեզ։ Ասում է դուք գնացեք ոնց Ադրբեջանը կուզի, այնպես կարգավորեք ձեր հարաբերությունները, հետո մենք իրար հետ արդեն մեր հարաբերությունները կկարգավորենք։ Մենք այսինքն տեսնում ենք, որ այստեղ նոր անվտանգային համակարգի այլ հեգեմոն Թուրքիայի տեսքով մեզ համար ընդունելի չի լինելու։ Լավ, պարոն Սողոմոնյան, եթե փորձենք նաև ինչ-որ առումով ամփոփելով, տեսեք, զարգացումները ուր են տանելու։ Հիմա մենք այս դիագնոզը, այսպես ասած, տալիս ենք, բայց այսօր արդեն լուրը եղավ, որ ՀԱՊԿ-ում փաստորեն նոյեմբերին պատրաստվում են քննարկել Հայաստանի ձայնի իրավունքից զրկելու հարցը, դա կոնսենսուսային որոշում է, բայց մի խոսքով այդ որոշումը ենթադրենք կայացնում են։ Այստեղ մեզ ամենօրյա ռեժիմով Ռուսաստանն ասում է պետք է հարակվե իրականացնեք եւ այդ դեպքում է զարգացումները, եթե մենք մեր տնտեսական եւ անվտանգային այդ համակարգերը, որոնցում գոյություն ենք ունեցել, չեն կարողանում փոխարինել, այդ դեպքում զարգացումները Հայաստանի Հանրապետությանը ուր են տանելու։ Հիմա ամբողջ խնդիրը նրանում է, որ Փաշինյանը եւ նրա ամբողջ վարչակազմը եւ նրանց սպասարկող լրատվական մեդիա, մի խոսքով քարոզչական, այս ամբողջ ենթակառուցվածքը հետևողականորեն բորբոքել է այդ հակառուսական գիծը։ Դրա համար եղել են ինչ-որ բաներ, պատճառներ, էմոցիոնալ տեսանկյունից։ Այո, եղել են պատճառներ։ Խաղաղապահները, խաղաղապահների անգործությունը եւ այլն, չնայած երբ որ դնենք այդ բոլոր հարցերը էլի մանրամասն կքննարկենք, մենք կտեսնենք, որ դա այդ ամեն ինչը միակողմանի չի եղել։ Համենայն դեպս մի շատ կարևոր բան կա, էլի, որ ժողովուրդը տենց մանիպուլացված, մոլորեցված վիճակում է մնում։ Պետության քաղաքականությունը պետք է լինի միջազգային իրողություններին adekvat ու հետևանքները հաշվի առնող։ Ոչ թե էմոցիոնալ ու զուտ հիմնված լեգիտիմության վրա, զուտ հիմնված արդարության վրա, որ օրինակ ասենք, այ ռուսները չմիջամտեցին 22 թվականի ջերմուկի բանին, ուրեմն մենք պետքա, չգիտեմ, իրենց հանենք այս տարածաշրջանից։ Նեղանանք ու հանենք այդ։ Պետք է միշտ մտածենք հետևանքների մասին։ Հիմա մենք եկել է ժամանակը, ցավոք սրտի, որ այդ հետևանքները սկսել են կրել։ Այդ հետևանքները հələ որ դեռևս մեր տնտեսական որոշ շրջանակներն են կրում, գյուղատնտեսությունն է կրում, ինչ է տեղի ունենում ախր մեր արտահանումը նվազում է, չէ՞։ Եթե արտահանումը նվազում է, նշանակում է դրսից փողը քիչ է գալիս։ Ներմուծումը շատանում է, այսինքն մեր տնտեսությունը սկսելու է թուլանալ կամաց-կամաց։ Դեռ չենք խոսում էներգետիկ կախվածության դրսևորումների մասին, որ գազի գին կարող է հանգանալ, թերմոմիջուկային վառելիքի գին կարող է հանգանալ, միգրացիոն խնդիրները Ռուսաստանում աշխատող մարդկանց ուրեմն հետ կապված խնդիրներ կարող են լինել, դեպորտացիաներ կարող են լինել եւ այդ ամեն ինչը մեր վրա շատ վատ կարող է ազդել, բացի դա նաեւ այո արդեն կամաց-կամաց գալիս ենք մյուս հարցերին, հապկում մեր անդամակցության, այնուհետեւ ԵԱՏՄ-ում անդամակցություն, մենք սկսում ենք ոնց որ ասած ժողովուրդը սկսում է այդ ապտակները ուտել, այսինքն Փաշինյանի վարչակազմի շուրջ օղակը սկսում է նեղանալ։ Եվ ուզում եմ վերջին հասնել։ Ռուսաստանը միևնույն է հետքալ չի անելու, չէ՞ որքան հասկանում ենք։ Ես կարծում եմ, որ չի անելու։ Այստեղ էլ հարակրոջ ինչով պայմանավորված։ Պայմանավորված այս պահին նրանով, հա, փորձենք ամփոփել, հետքալ չի անելու պայմանավորված նրանով, որ թեև ուկրաինական ճակատում շատ էսպես լուրջ առաջընթաց չկա, բայց կարծես թե իր համար կառավարելի կայուն դանդաղ առաջընթաց է ինքը ունենում։ Եվ դրան գումարած նաև մերձավոր արևելքում էլ Իրանը կարողանում է դիմակայել Ամերիկայի Միացյալ Նահանգների, Իսրայելի այս գործողություններին, այս պարագայում նրա քաղաքականությունը ավելի ու ավելի կոշտացման միտում է լինելու։ Հիմա, այսպես ասած, ուրեմն Փաշինյանը պետք է հետ քայլանի եւ սկսի մարդկանց բացատրել, թե ինչքան լավն են ռուսները իրականում։ Այդ սցենարն էլ չեք բացառում դուք, որ գուցե անի։ Դե իր իշխանության պահպանման համար ինքը պետք է դա անի։ Կամ ընդհակառակը։ Մտնի ավելի այդպես լուրջ դիմակայության մեջ, ինչպիսին օրինակ ժամանակին մտան Մոլդովան, ժամանակին մտավ Ուկրաինան, հա, այն ավելի շուտ ժամանակներում մտավ Վրաստանը, իսկ դա բերելու է այն, ինչ որ 2008-ին տեղի ունեցավ Վրաստանում, ինչ որ Ուկրաինայում ինչ է տեղի ունենում, հիմա հենց կախված է նրանից Հայաստանում քաղաքականությունը ինչպես, այսինքն Հայաստանում քաղաքական համակարգը պետք է գնա այն ուղղությամբ, որպեսզի հնարավորինս թույլ չտրվի, կանխվի
այն սցենարները, որոնք որ ժամանակին տեղի ունեցան Վրաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում։ Շնորհակալ եմ ես Ձեզ շնորհակալություն։ Ես հիշեցնեմ, որ զրուցում էի ՀԱԿ-ի միավորման անդամ միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանի հետ։ Մենք կհանդիպենք վաղ նույն ժամին, լավ եղեք։